Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի միայն Իսրայելի կառավարության կողմից Համաս արմատական իսլամական շարժման հետ գործարքի հաստատումից հետո։ Այս մասին հայտնում է Reuters-ը, վկայակոչելով երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի աղբյուրը։ Նրա խոսքով այդ հարցը կքննարկվի նախարարների կաբինետի նիստում։ Ավելի վաղ Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը հրաժարվել էր աջակցել Գազայի հատվածի վերաբերյալ համաձայնագրին, կոչ անելով ոչնչացնել Համասը լիովին, ինչպես նաև ապառազմականացնել Գազան։ Ալյասկայում երկու երկրների առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Շփումներն անցկացվում են հենց այն պայմանավորվածությունների և այն ըմբռնումների հիման վրա, որոնք ձեռք են բերվել Ալյասկայում հանդիպումից անմիջապես առաջ և այդ հանդիպման ընթացքում, ասել է քաղաքական գործիչը։ Ընդ որում, Ուշակովը ընդգծել է, Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածությունները դուր չեն գալիս Եվրոպայի երկրներին և Ուկրաինային, որոնք նրա խոսքով չեն ցանկանում Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի բացառապես բանակցությունների ճանապարհով, այլ ընտրանք պարզապես չկա, ընդգծել է նախագահը։ Պուտինի խոսքով Իրանը պատրաստակամ է փնտրել փոխընդունելի լուծումներ և վերականգնել համագործակցությունը ՄԱԳԱՏԵ-ի հետ։ Նախագահը հիշեցրել է, Մոսկվա կատարած այցի ժամանակ կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանը քննարկել են այս թեման։ Մնում են տեխնիկական հարցեր, սակայն դրանց լուծումը կնպաստի այդ բարդ տարածաշրջանային խնդրի վերջնական կարգավորմանը, նշել է Պուտինը։ Ուկրաինայի թվային վերափոխման նախարարության առցանց քարտեզի տվյալների համաձայն Ուկրաինայի 6 շրջաներում հայտարարվել է օդային հարձակման մասին տագնապ։ Աղբյուրի տվյալներով Չեռնիգովի մարզում տագնապը հնչել է ավելի քան 9 ժամ, իսկ Սումի և Խարկովի մարզերում 1 ժամից էլ պակաս։ Տագնապ է հնչել նաև Պոլտավայի, Դնեպրոպետրովսկի և Նիկոլաևի մարզերում։ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը Դուշանբեում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերությունների բոլոր արդիական հարցերը, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Զրույցի ընթացքում դրականորեն բարձրացվել են օրակարգի բոլոր հրատապ հարցերը, ասել է պաշտոնյան պատասխանելով այն հարցին, արդյոք բանակցությունների ընթացքում քննարկվել է Բաքվում ձերբակալված ռուսների հետ կապված իրավիճակը և Ադրբեջանի կողմից նրանց ազատ արձակելու պատրաստակամությունը։ Ավելի վաղ Պուտինը և Ալիևը հանդիպում են ունեցել Տաջիկստանի մայրաքաղաքում, որի ընթացքում Ռուսաստանի առաջնորդը ի թիվս այլ բաների իր գործընկերոջը մանրամասն ներկայացրել է Ռուսաստանի երկնքում ադրբեջանական ավիաուղիներ ընկերության ինքնաթիռի կործանման պատճառները։ Իր հերթին Ալիևը շնորհակալություն է հայտնել Պուտինին տրամադրված տեղեկատվության և ազալ ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությունը անձամբ վերահսկելու համար։